Տիկին Գյուրեղյան, նախ ես շատ շնորհակալ եմ, որ դուք շատ ուշադիր եք մեր բոլոր փաստաթղթերի նկատմամբ, ես դա իրոք գնահատում եմ եւ կարծում եմ, որ այդ ուշադրությունն է նաեւ, որ օգնում է ավելի լավ աշխատել։ Այս ուղղակի ասում եմ, որ իմ վերաբերմունքը քննադատությանը պարզ լինի, ես միայն ուրախ եմ դրա համար, ես շատ ուրախ եմ, որ դուք անհանգստանում եք, որ 23-ին այսքան դպրոց էր պետք, այսքան չի եղել, մի անհանգստացեք այդքան, Տիկին Գյուրեղյան։ Մենք հիմա նայեք, ես փորձեցի ձեզ, որտեվ խոսքի սկզբում իհարկե ֆինանսների նախարարի հետ երկխոսությանը ծանոթ լինելով, փորձում էի դա ասել, որ 300 դպրոց, ու սա մի քանի անգամ եմ ասել, 300 դպրոց 500 մանկապարտեզների ծրագիրը միայն շինարարության ծրագիր չի։ Սա ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագիր է։ Այստեղ 110 դպրոցներից եք խոսում։ 110 դպրոցներ, գիտեք, կարող եք նայած ինչ կերպ ենք այդ հաշվում։ Կան դպրոցներ, որ կառուցվել են նախորդող ժամանակահատվածում, որոնց ես երբեք դպրոց չէի անվանի։ Երբեք, որովհետև ես չեմ կարծում, որ գրադարանը կարող է լինել 5 քառակուսի մետր։ Ես չեմ կարծում, որ դպրոցը կարող է մարզադահլիճ չունենալ եւ կոչվել դպրոց։ Ես չեմ կարծում, որ դպրոցը հանդիսությունների սրահ կարող է չունենալ, բայց կոչվել դպրոց։ Հիմա եթե այդ 110-ը այդպես ենք հավաքում, գուցե եւ ճիշտ թիվ եք ստանում, բայց եթե գնաք եւ այսօրվա ստանդարտով նայեք նրան, ինչ տեղի ա ունեցել, ես վստահ եմ դուք այդ ցանկը շատ ավելի փոքր կդարձնեք։ Իսկ ընդհանրապես 91-ից մինչև 2018-ը 192 դպրոց է ընդամենը կառուցվել Հայաստանում, հիմնականում դրանցից 100-ից ավելը կառուցվել են Լոռիում եւ Շիրակում։ Աղետի գոտում շատ պարզ պատճառներով երկրաշարժի հետևանքներից հետո այդտեղ ուղակի այլ ուրեմն հնարավորություն չկար, բայց մենք բոլորովին վերջերս Վանաձորում նոր մանկապարտեզ բացեցինք, ընդամենը երևի մի ամիս առաջ ենք այնտեղ եղել, որը դեռ տնակներում էր գործում, այսինքն պետքա նաև այդ հասկանանք, որ խոսելով այդ ծավալի մասին, այդ խնդիրները ամբողջությամբ վերացված չեն եղել եւ հիմա դեռևս այդ հարցերին անդրադարձ է լինում։ Բայց նաև ինչու եմ սա շեշտադրում, որովհետև հիմա երբ որ մենք ասում ենք դպրոց, մենք գիտենք ինչ նկատի ունենք։ Դպրոց ենք անվանում մի բան, որ այդ բոլոր ենթակառուցվածքները պիտի ունենա։ Պետք է ապահովված լինի ամբողջական գույքով։ Այդ միջավայրը պիտի ձևավորված լինի։ Ու երբ որ այդ ստանդարտը դնում եք, այդ ստանդարտը այսօրվա մասին չի, 300 դպրոցի մասին չի։ Այդ ստանդարտը մեր երկրում դպրոցաշինության, գործընթացի կանոնակարգման եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման մասին է, որտեղ մենակ կառուցելով չի։ Այդտեղ բան կա 5 տարի հետո պետքա փոխարինել, բան կա 10 տարի հետո, ու եթե որևէ մեկը այդ մասին չի մտածում, ոնց որ չեն մտածել, հայտնվում ենք այն վիճակում, ինչ որ մենք էինք հայտնվել, որ պիտի գանք ամեն ինչ 0-ից անենք, ամբողջ գույքը 0-ից տանք, ամբողջ շենքը 0-ից սարքենք, ամեն ինչ 0-ից անենք։ Այդպես չպիտի լինի, պետությունը կայանում է այն պարագայում, երբ որ մեխանիզմներ կան, ու ամեն մեկը գալիս է անում է այն մասը, որը այդ ժամանակահատվածում պիտի արվի։ Հետևաբար 300 դպրոց 500 մանկապարտեզները կկառուցվեն, կվերակառուցվեն, կհիմնանորոգվեն, մի անհանգստացեք, տեմպերը այնպիսին են, որ մենք այդ թիրախներին հասնելու ենք, եւ ձեր թերահավատությունը տեսնելով ու մտահոգությունը ես արդեն առաջարկեցի մեզ միանալ այցերի, սա ամենայն լրջությամբ եմ ասում, երկրորդ բանը, որ կարող եմ առաջարկել, այդքան մտահոգեք, շինջոկատներ ձևավորեք, գնացեք օգնեք։ Չի կարելի ի վերջո այս գործընթացի հանդեպ այսպիսի վերաբերմունք ձևավորել։ Այդ դպրոցները, որոնցում մեր երեխաները սովորել են, առաջին հերթին անվտանգ չեն եղել, Տիկին Գյուրեղյան։ Ու սա մեր համար ոչ թե ինչ որ ցանկերում ինչ որ թիվ անելու կամ չանելու խնդիր, այլ մեր երեխաների համար լավ միջավայր ապահովելու, լավ կրթություն ապահովելու խնդիր է։ Ու ես խնդրում եմ այս ծրագրի հանդեպ այդ վերաբերմունքով հանդերձ ամեն դեպքում կամահրանքը ամեն դեպքում բացառել։ Ինձ համար դա ընդունելի չի ուղղակի։